Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են տարվա վերջին գործակարգավարական խորհրդակցությունները, քննարկման առանցքում մայրաքաղաքում օրերս տեղացած առատձյան հետևանքների վերացման աշխատանքներն են եղել։ Քաղաքապետը գոհ է իրականացված աշխատանքներից եւ նախազգուշացնում է առաջիկա օրերին սպասվող նոր տեղումների մասին։ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է եւ անցել է բոլոր փորձաքննությունները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, ծրագիրը չի փոխվել եւ չի խափանվել։ Ինչ աշխատանքներ են իրականացվել 2025-ին եւ ինչ մարտահրավերներ են սպասվում մայրաքաղաքին առաջիկա տարիներին։ Խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ պետք է ստորագրվի եւ վավերացվի, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որ կետերի շուրջ դեռ չկա համաձայնություն եւ ինչ հեռանկարներ կան ուղիղ առևտրի ուղղությամբ։ Նախարարի հայտարարությունները հանրայինի եթերում։ Փարիզում կհավաքվի կամավորների կոալիցիան քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Մակրոնի հայտարարությունները, Թրամփի սպասվող հանդիպումները եւ միջազգային վերջին զարգացումները։ 2025 թվականը Հայաստանում գրանցվել է որպես 6-րդ ամենատաք տարին, ինչ ազդեցություն է ունեցել դա տեղումների, ձմռան եւ Սևանա լճի մակարդակի վրա, եւ ինչ եղանակ է սպասվում հունվարին, մոնիթորինգի կենտրոնի տվյալները։ Տոնական օրերի շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով, ինչ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել եւ քանի կանչ է սպասարկվել անցնող տարում, առողջապահության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են ադրբեջանական վառելիքի Հայաստան առաքման հարցը։ Կողմերը համաձայնության են եկել Վրաստանի տարածքով փոխադրվող վառելիքի վրա կիրառվող մաքսատուրքերի շուրջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը հարցի արագ լուծման համար։ Այսօր տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի վերջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Քննարկման առանցքում ամենակարևոր թեման թերևս ամսի 27-ին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումներից հետո ձնամաքրման ուղղությամբ տարված աշխատանքներն են եղել։ Քաղաքապետը այս անգամ գոհ է համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ աշխատանքից։ Տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այս տարվա վերջին նիստը։ Տիգրան Ավինյանի առաջարկով խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ըստ նրա դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից մինչև հաջորդ առավոտ առավել առատ տեղումներ են գրանցվել մայրաքաղաքի Ավան, Նոր, Քանաքերզեյթուն վարչական շրջաններում, իսկ ձյան բարձրությունը ցածրադիր վայրերում կազմել է 10-ից 15, բարձրադիր վայրերում մինչև 20 սանտիմետր։ Արեյանի խոսքով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները կազմում պատրաստ են եղել եւ գործել են օպերատիվորեն, ինչի արդյունքում գրեթե խնդիրներ չեն առաջացել ձնամաքրման ընթացքում։ Թե տեխնիկան եւ թե մարդկային ռեսուրսները լավագույնս են իրականացրել իրենց արժեվ դրված խնդիրները։ Ավինյանը թեև գոհ էր կատարված աշխատանքներից, սակայն կոչ արեց տեմպը չթուլացնել, քանի որ առաջիկա օրերին կրկին ձյուն է տեղալու։ Առնելով, որ մենք հենց նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ, ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով եւ մեր տեխնիկան եւ մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաև մայրաքաղաքի գլխավոր հատակագծի թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են եւ մինչեւ 2026 թվականի հունվարի 20-ը այն հասանելի կլինի նաև թվային հարթակում։ Քաղաքապետը կարևորեց հատակագծի թվայնացումը, նշելով աշխատանքային հիմք են մեր ճարտարապետական գրասենյակների համար, ինստիտուտների համար, ովքեր որ հավելյալ այս ինֆորմացիայի վրա կարողանան իրականացնել հավելյալ աշխատանքներ եւ այս շերտերը պետք է մաքսիմալ արագ դարձնել հասանելի բոլոր այն շերտերը, որոնք որ դրամաբանական են, որ հանրայնացվեն։ Կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման նախագծային փաթեթը նույնպես պատրաստ է, իսկ մրցույթը կանցկացվի 2 փուլով մինչև եկող տարվա մարտի 27-ը։ Այս մասին եւս զեկուցվեց քաղաքապետին։ Վերջինս հավելեց, որ գործարանի կառուցման համար հետաքրքրությունը շատ մեծ է տարբեր կազմակերպությունների կողմից, անգամ արտերկրից։ Նիստին անդրադարձ կատարվեց մայրաքաղաքի արտաքին լուսավորությանն ու իրականացված աշխատանքներին, նաեւ 2025 թվականին տեղադրված
200 ցուցանակներին։ Ամփոփելով 2025 թվականի վերջին գործակարգավարական խորհրդակցությունը Տիգրան Ավինյանը գոհունակություն հայտնեց եւ վստահեցրեց, որ 2026 թվականին նույնպես բարեփոխումները շարունակվելու են։ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագիծը բոլոր փորձաքննությունները անցել է եւ ներկայում պատրաստ է։ Հայաստանի կառավարությունը նախագծի հետ կապված հաջորդ տարի կկայացնի հատուկ որոշում։ Այս մասին տարեվերջի անասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վստահեցնելով, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը չի խափանվել ու փոխվել։ Երևանի քաղաքապետը երկար թվել է այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են 2025 թվականին։ Քաղաքապետը խոսել է նաեւ իրենց առջև դրված մարտահրավերների մասին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Մենք ունենք ներդրված էլեկտրոնային համակարգեր, այսինքն մեր խաչմերուկներում, որոնք որ նույնպես աշխատում են արհեստական բանականությամբ, մենք ունենք ամբողջապես գործող ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ, արդեն իսկ ձեռք բերված 250-18 մետրանոց ավտոբուսներով, ունենք տրոլեյբուսային պարկը ամբողջապես համալրված է, այսինքն այս 45 տրոլեյբուսով մենք դեռևս ամբողջ պարկը չենք համալրում։ Մեր պլանով, եթե չեմ սխալվում, պլանավորվում է մոտավորապես ունենալ 100-ին 100-ից մի քիչ ավել տրոլեյբուսներ։ Ունենք մենք ընթացքի մեջ Աջափնյակի մետրոյի կայարան կառուցվող, մենք իրականում կանաչ տարածքները, հանրային տարածքները, հետիոտնային քայլելու համար հատվածները ընդլայնված են, հետիոտնի համար Երևան քաղաքը ավելի հասանելի է, շարունակվում է ծրագիրը ավելի հասանելի դարձնելու քաղաքը ամասայլակով եւ մանկասայլակով անձանց համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես է պատկերացնում մայրաքաղաքի զարգացումը 5 տարի հետո, նշելով Երևանն ուղղակի էականորեն ավելի հարմար ու հասանելի քաղաք է լինելու առաջիկայում։ Քաղաքապետը երկար թվարկեց այն աշխատանքներն ու մեծ ձեռքբերումները, որոնց ուղղությամբ աշխատել են 2025-ին։ Օրինակ քաղաքաշինության ոլորտում կարող եմ ասել, որ բազմաչարչար կասկադի նախագծի մեկնարկն է տրվել եւ իրականում Երևան քաղաքում այս խնդիրը մի քանի տասնամյակ է որ կա, կենտրոնական հատվածում կասկադի կառուցվելու է մի ենթակառուցվածք, որը ծառայելու է քաղաքին, մենք ունենալու ենք 1000-ից ավել տեղանոց համերգասրահ, ունենալու ենք ժամանակակից արվեստի թանգարան, ունենալու ենք տարբեր հանրային տարածքներ, տարբեր ռեստորաններ, տարբեր հատվածներ, որոնք որ պատկանելու են Երևանի քաղաքապետարանին։ Այսինքն կենտրոնական հատվածը պատկանելու է քաղաքին եւ կարծում եմ սա շատ կարեւոր եւ մեծ ձեռքբերում է։ Մեծ ձեռքբերումներից ունենք արելի ծավալի իրականացրած կանաչապատման աշխատանքներ Երևան քաղաքում եւ այս տարի նույնպես մենք էական ծավալներով ավելացրել ենք Երևան քաղաքի կանաչապատ տարածքները, մասնավորապես մեր մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքները 8 քառակուսի մետրից վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են եւ դարել է 8.5 քառակուսի մետր։ Չնայած տասնամյակների պատմություն ունեցող խնդիրների բարդություններին, հաջողություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։ Ունենք տրանսպորտի ոլորտում արդյունքներ, ինչպես ասացի, նոր պայմանագիր ունենք 45 նոր տրոլեյբուս գնելու հետ կապված կանգառասրահներն ենք փոխում, նոր ավտոբուսային գծեր ենք ավելացնում։ Այս տարի իրականացրել ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի ամբողջ բոլոր հողատարածքների օտարման գործընթացը, այսինքն մենք հաջորդ տարի սկսում ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը փաստացի, որ կարծում եմ այս նախապատրաստական տեսանկյունից այս տարի մեծ ծավալի աշխատանք ենք արել։ Կոմունալ տնտեսության ոլորտում նշեցի այն աշխատանքները, որ արել ենք, չնշեցին միայն, որ նաև այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին 500-ից ավել վերելակներ ենք փոխարինել Երևան քաղաքում։ Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած պատրաստ է։ Հաջորդ տարի ամենայն հավանականությամբ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի, տեղեկացրեց Ավինյանը։ Բակերի, մանկապարտեզների հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքներից մինչև հանրային տրանսպորտի ոլորտում տոմսային համակարգի ներդրում ցանկն ընդգրկուն է ու բազմազան։ Տոմսային համակարգն ենք ներդրել
լավ վատ այնպես բողոքներով եւ ամեն ինչով, բայց դա շատ կարեւոր համակարգ է, շատ կարեւոր ենթակառուցվածք է, որ այս տարի փաստացի ներդրվել եւ աշխատում է եւ արդեն փաստացի մենք միասնական տոմսային համակարգ ունենք տրոլեյբուսում, ավտոբուսում եւ մետրոյում եւ սա շատ լավ հիմք է տալիս շատ այլ բաների համար, բայց ամենամեծ ձեռքբերումները ես ուզում եմ արձանագրել, որ թվայնացման ոլորտում են եւ շատ դեպքերում դեռևս դրանք շատ տեսանելի չեն, բայց քաղաքի կառավարման տեսանկյունից եւ արդյունավետության բարձրացման, կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից դրանք ամենամեծ ձեռքբերումներն են։ GIS քարտեզները, որոնք որ տարբեր ոլորտներում արդեն օգտագործվում են, այսօր օրինակ առավոտյան մեր Երևան նախագծի տնօրենը ներկայացնում էր GIS քարտեզի մեր գլխավոր հատակագծի արդեն պատկերը եւ դա դարձնելու ենք հասանելի նաեւ բոլորի համար։ Մեզ դեռևս 30 տրոլեյբուս եւ 249 18 մետրանոց ավտոբուս է անհրաժեշտ, ասաց Ավինյանն ու հավելեց. հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի միջնաժամկետ հեռանկարում 3-ից 5 տարում։ Երևանի որոշ կանգառներում արդեն իսկ կան էկրաններ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին հետևել տրանսպորտի ժամանմանը։ Ըստ Ավինյանի, թվայնացման ոլորտում եւս իրենց հաջողվել է գրանցել բավականին մեծ առաջընթաց։ Մենք ունենք մի համակարգ, որը որ մեր ավտոբուսների տեսախցիկներին է միացված եւ արհեստական բանականությամբ այն փողոցներով, որով որ այդ ավտոբուսը անցնում է, արձանագրում է փոսերի քանակը եւ չափը, կոնկրետ կետային եւ արտացոլում է քարտեզի վրա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ըստ քաղաքապետի դեռ կան լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ու հաղթահարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Խոսեցինք Աջափնյակի կայարանից, որ ինքը իր էությամբ բարդ նախագիծ է, բայց շատ կարևոր արձանագրում ունենք, որ այսօր ունենք արդեն փաստացի փորձաքննություններ անցած նախագիծը եւ իհարկե բարդեր նաեւ գնում Վարդաշենի մեր վթարային շենքերի բնակիչների բնակարանային լուծումների ծրագիրը, ինչպես նաև Արզումանյան 10 եւ 17 շենքերի բնակիչների ծրագիրը, համեմատությամբ օրինակ Արցախի բնակիչների, Արցախում մենք կարելի ասել տենց ամբողջ ծավալով խնդիրը լուծեցինք եւ վերջին տարիներին կրկին այնքան բնակարանի գնման վկայականներ են հանձնել, ինչքան դրան նախորդող, չգիտեմ, 10 տարիների ընթացքում չի հանձնվել։ Այդուհանդերձ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանի օդի որակի խնդիրը, որը շարունակում է մնալ բարդ լուծելի, մեղմացումներ հնարավոր են։ Խնդիրը նոր չէ, սրա մասին խոսվում էր դեռ 1980-ական թվականներից ու տարվա նույն ժամանակաշրջանում նոյեմբերից մարտ։ Այս առումով քաղաքապետարանն ունի քառամյա ծրագիր, նրա դիտարկմամբ ներկայում Երևանի օդի որակը լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը ձյունը մաքրել է օդը։ Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, ապա այստեղ կանոնակարգվել է բոլոր ավտոմեքենաների մուտքերը։ Մուտքի համար հստակ գին է սահմանվել, որն ուղղվում է նոր աղբավայրի կառուցման աշխատանքներին։ Ավինյանի տեղեկացմամբ Երևանի սեփական եկամուտների աճի գործոնները պայմանավորված են շատ տնտեսվարողների ստվերից դուրս բերմամբ։ Երևան քաղաքում կարելի ասել շատ մի անկանոն ինչ-որ տենց կառուցապատման process էր գնում, այս турքերի ներմուծումը մեր կողմից էականորեն զսպել է ախորժակները տարատեսակ կառուցապատողների։ Իդեպ տարեվերջյան ասուլիսի ընթացքում քաղաքապետը հայտարարեց, որ ձյան մաքրման աշխատանքներին Երևանում վերջին օրվա ընթացքում մոտ 59 տեխնիկա է գործել եւ 1500 տոննա աղ է օգտագործվել։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ, ապավավերացմամբ։ Այս մասին նա ասել է հանրային հեռուստաընկերության եթերում, նշելով, որ ադրբեջանական կողմը ունի իր պատկերացումները, որոնք հայկական կողմը չի կիսում։ Կամ մենք պայմանավորվում ենք, երբ եւ որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։ Ընդգծել է Միրզոյանը։ Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի օրակարգում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի հնարավորության քննարկումը։ Նրա խոսքով, որքան հաղթահարվեն հասարակություններում առկա հոգեբանական դժվարությունները եւ ամրապնդվի փոխադարձ վստահությունը, այնքան ավելի իրատեսական կդառնա նման սցենարները։ Արարատ Միրզոյանը հայտնել է նաև, որ Հայաստանը գտնվում է ապաշրջափակման գործընթացում, իսկ TRIP նախագծի շուրջ ամերիկյան կողմի հետ ընթանում են ինտենսիվ քննարկումներ։ Նրա խոսքով շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի եւ նախագծի միջոցով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը, Միրզոյանը նշել է, որ խաղաղությունը հաստատված է եւ արկա են համագործակցության դրսևորումներ, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք ենթակա են հասցեագրման։
Ուկրաինան։ Նախարարը տարվա գլխավոր իրադարձությունը է որակել Վաշինգտոնյան գագաթնաժողովը ընդգծելով խաղաղության եւ ապաշրջափակման վերաբերյալ հռչակված սկզբունքները։ Նրա խոսքով աշխատանք է տարվում ռազմավարական գործընկերությունների գործնական իրագործման ուղղությամբ, արդեն կան կոնկրետ արդյունքներ եւ առաջիկայում հնարավոր են նոր գործընկերությունների հաստատումներ։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Կամավորների կոալիցիայի հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին, որտեղ կհամաձայնեցվի յուրաքանչյուր երկրի կոնկրետ ներդրումը։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների գործում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մակրոնը այլ եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցին, ապա առանձին զրուցել է Զելենսկու հետ։ Հունվարին Թրամփը կհյուրընկալի Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչներին։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Չինաստանի զինված ուժերը Թայվանի շրջակա տարածք են տեղափոխել ցամաքային զորքեր, նավատորմի, ռազմաօդային ուժերի եւ հրետանային ստորաբաժանումներ։ Արդարություն, առաքելություն 2025 անվանումը կրող լայնածավալ զորավարժությունների համար։ Սա Չինաստանի կողմից իրականացվող արդեն 6-րդ խոշոր ռազմական զորավարժությունն է 2022 թվականից ի վեր։ Նենսի Փելոսի Թայվան կատարած այցից հետո զորավարժությունները տեղի են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թայվանին 11.1 միլիարդ դոլարի զենք վաճառքի մասին հայտարարությունից հետո տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Կիրակի օրը կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Կիևը շատ են մոտենում պատերազմը դադարեցնելու համաձայնագրին, միաժամանակ ընդգծելով, որ Դոնբասի շրջանի ճակատագիրը շարունակում է մնալ առանցքային չլուծված հարց։ Reuters-ի փոխանցմամբ կողմերն առաջընթաց են արձանագրել խաղաղության բանակցությունների ամենավիճելի թեմաներից երկուսի շուրջ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների եւ Դոնբասի հարցում, որի նկատմամբ հավակնություններ ունի Ռուսաստանը։ Զելենսկին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնում է Միացյալ Նահանգներ։ Times of Israel-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը նա կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ապանախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումների օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թայլանդի եւ Կամբոջայի միջև զինված բախումներն անմիջապես կդադարեցվեն եւ կողմերը կվերադառնան խաղաղ կյանքի։ Վերջերս ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն Թրամփը շնորհավորել է երկու երկրների առաջնորդներին, ընդգծելով, որ որոշումը կայացվել է արագ եւ վճռական կերպով, ինչպես պահանջում է իրավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաեւ նշել է, որ վերջին 11 ամիսների ընթացքում միջնորդել է 8 պատերազմի եւ հակամարտությունների կարգավորման հավելելով, որ Միացյալ Նահանգները փաստացի դարձել է իրական միավորված ազգերի կազմակերպություն։ Հոմսի մզկիթում տեղի ունեցած պայթյունից հետո Սիրիայում ալավները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ ակցիաները պարբերաբար ուղեկցվում են բախումներով իշխող ռեժիմի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ ցույցերը ցրելու ընթացքում երկու ոստիկան վիրավորվել է ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ նետված ձեռքի նռնակների հետևանքով։ Լաթաքեայում եւս հաղորդվում է անվտանգության ուժերին պատկանող ավտոմեքենաների հրկիզման մասին։ Հունվարին միջին ջերմաստիճանը կլինի նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել են կլիմայական էական շեղումներ։ Տարվա միջին ջերմաստիճանը գերազանցել է կլիմայական նորման, իսկ տեղումների պակասը զգալի ազդեցություն է ունեցել ջրային ռեսուրսների վրա։ Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նրա ներկայացմամբ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 8.1 աստիճան Ցելսիուս, ինչը մոտ 1 աստիճանով բարձր է բազմամյա նորմայից։ Միաժամանակ տեղումների քանակը կազմել է նորմայի ընդամենը 81%, ինչն ըստ Ազիզյանի վկայում է տարվա ընդհանուր չոր բնույթի մասին։ 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ եւ նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճանները իրենց նորմալներից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 եւ 3.1 աստիճանով։ Ըստ դիտարկումների 2025 թվականը դարձել է 6-րդ ամենատաք տարին, սկսած 1935 թվականից։ Տարվա ընթացքում արձանագրվել են նաև ջերմաստիճանային ռեկորդներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3 աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին եւ օգոստոսի 5-ին։ Օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41.9 եւ 41.5 աստիճանի եւ գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42.6 աստիճան։ Իսկ այս տարվա նոյեմբերը եղել է երկրորդ ամենատաք նոյեմբերը 1935 թվականից ի վեր։ Նոյեմբերի 9-ին Կապանում գրանցվել է 27 աստիճան տաքություն, իսկ նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 աստիճանի։ 2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42.6 աստիճան օգոստոսի 2-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28.5 աստիճան հունվարի 30-ին։ Ազիզյանի խոսքով 2025 թվականի ձմեռը եղել է ամենաչորը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ձմռան ամիսներին տեղումների միջին քանակը կազմել է նորմայի ընդամենը 49%, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել գետերի հոսքերի եւ ջրամբարների լցվածության վրա։ Նա ընդգծել է, որ գետերի միջին տարեկան ելքերը հանրապետությունում կազմել են նորմայի 50-ից 90%, իսկ հատկապես մայիս եւ հունիս ամիսներին գրանցվել են զգալի պակասներ պայմանավորված ձնածածկույթի ցածր մակարդակով։ Անդրադառնալով Սևանա
վերջին կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում լճի մակարդակը նվազել է 55 սանտիմետրով եւ դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 1900 մետր, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ցածր է 17 սանտիմետրով։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաեւ 2026 թվականի հունվարի եւ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ հունվարի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտօդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի 2-րդ եւ 3-րդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքոթային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի 2-րդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Ամսվա 3-րդ տասնօրյակներում եւս սպասվում է օդի զգալի տաքացում հարավ-արևմտյան օդային հոսանքների ներթափանցման արդյունքում։ Սուրենյանը եւս վստահեցրել է, որ ձյան վերջին առատտեղումները նվազեցրել են ցրտահարությունների ռիսկը եւ այս պահին գյուղատնտեսության համար լուրջ վտանգներ չեն կանխատեսվում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 22-ից 29 ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս տեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16331 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 375 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ, 570 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 648 հանցագործություն, այդ թվում 161 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 61, ֆիզիկական ներգործության 54, մարմնական վնասվածք պատճառելու 45, խարդախության 39, հոգեկան ներգործության 36, անձնական ունեցվածքի գողության 24, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 21 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 59 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 79 դեպք, 7 օրում գրանցված 174 ավտովթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վնասվածք ստացել 230-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 535 դեպք, 193 արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 103, Հրդեհի ցակման սպառնալիքի 34, ճանապարհատրանսպորտային պատահարի 49, կենցաղային կանչի 174 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 81 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Գեղարքունիքի բարեկները ձկնգողության հերթական դեպքերն են բացահայտել։ Դեկտեմբերի 22-ին ժամը 11:35-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած Opel Magnishi ավտոմեքենան։ Մեքենայի սրահից եւ բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ 155 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը ժամը 21:50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա ապօյնի ձկնգողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ 100 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Դեկտեմբերի 23-ին ժամը 8:10-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհի 58-րդ կիլոմետրին Գեղարքունիքի մարզիկ ու Մարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակչի վարած ՎԱԶ 2107-ը։ Ստուգման մեքենայի սրահից հայտնաբերվել է 155 հատ 62.7 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Նույն օրը 9:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած ՎԱԶ-2107-ը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ 11,6 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Վարորդ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Շրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց, քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, երրորդ վարչության գործընկերների եւ պարեկների հետ։ Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին նոյեմբերյանում ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 50 եւ 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։ Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարերկրացու հետ եւ Մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաեւ այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կիլոգրամ 331 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Քրեական վարույթի շրջանակներում քննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանները առգրավվել են 513 շիշ կեղծ խմիչք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը զգուշացնում է։ Նախատոնական օրերին, երբ առևտրի ծավալները զգալիորեն աճում են, ակտիվանում են նաև ալկոհոլային կեղծ խմիչքների վաճառքով զբաղվողները։ Այս համատեքստում ոստիկանությունն ուժեղացնում է վերահսկողական եւ կանխարգելիչ միջոցառումները նման իրավախախտումները բացահայտելու եւ կանխելու նպատակով։ Այդպիսի մի դեպք բացահայտեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ։ Օպերատիվ տվյալն իրացնելիս դեկտեմբերի 23-ին ժամը 19-ի սահմաններում Մայրաքաղաքի Արագածի փողոցում ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման եւ իրացման կասկածանքով ձերբակալվեց Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ եւ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Այստեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրեց ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ։ Հետագա միջոցառումների արդյունքում Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրեց կեղծ խմիչքի եւս 413 շիշ։ Ըստ նախնական տվյալների դեկտեմբերի 22-ին նա 3 տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչքեր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում եւ Արշակունյաց պողոտայում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հիշեցնենք, որ ալկոհոլային կեղծ խմիչքները կարող են լրջորեն վտանգել մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, շարունակում են ակտիվ եւ հետեւողական պայքարը նման օրինախախտումների դեմ։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։